AMG հեռուստաընկերության եթերում Ամերիկայի Միացյալ Նահանգներից ես շարունակում եմ մերոնք շարքը։ Այսպես, եթե հիշում եք, առժամանակ առաջ ես մի հաղորդում հարցազրույց ունեցա Սամվել Բաբայանի հետ, ում հարցրեցի ճիշտ է, որ Ժիրայր Սեֆիլյանը հեռաձայնել է ձեզ հոկտեմբերի 27-ին եւ ասել, որ մորուքին սատկացրել են, դու մեզ պետք ես։ Պարոն Բաբայանը հաստատեց դա։ Հիմա այդ մասին ազգային ժողովում բարձրաձայնեց Անդրանիկ Քոչարյանը, դատախազությունը հրավիրեց Ժիրայր Սեֆիլյանին եւ այլն եւ այլն։ Ինչու՞։ Ոչ թե ես անցյալն եմ փորփրում, ես ուզում եմ մենք մեկ ընդմիշտ իմանանք ճշմարտությունը եւ հասկանանք ով է։ Քանի դեռ մենք ինքներս մեզ այդ գնահատականը չենք տվել, պատասխան տվողը անպատիժ պատտվում է եւ ասում է, որ այմ ժամանակ էսպես էր, ես սենց էի, մենք դեռ շարունակելու ենք վատ իրավիճակում ապրել։ Ըստ այդմ այսօր ցավով հանդիպեցի, բայց հպարտությամբ մեր բոլորի կամ արվեստասեր հասարակության կողմից ճանաչված մի հյուր ունեմ Վաչե Ստեփանյանը, Հայաստանի Հանրապետության ազգային օպերայի թատրոնի այն ժամանակվա փոխտնօրենը եւ ադմինիստրատորը 1994-1999 թվականներին։ Այո։ Պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք, որ զրուցենք։ Շնորհակալ եմ։ Քանզի ամենամեծ ցավը այդ տարիներին մութ մի անկյուն մնաց, ինչու օպերայի թատրոնը լինելով այդքան հզորագույն ձեռքերում Տիգրան Լևոնյան, Գոհար Գասպարյան, այդտեղ հայտնի երգիչներ, հանկարծ դարձավ թե իշխանության աչքի փուշը, թե ինչ որ խնդիրներ առաջացան Ամերիկա գալու, գնալու, խաբեբայության էսի հետ կապված, ոնց որ թե ժամանակի իշխանությունները կոծկեցին եւ հետո դառը կորուստներ ունեցանք Գոհար Գասպարյան, Տիգրան Լևոնյան, ոչ ավել ոչ պակաս միապուշ էլ գրեց, որ դու էլ գնա նոր սեր արա, այդպես է կարգն աշխարհի, հիշելով Թումանյանի հայտնի անուշի խոսքերը, մի խոսքով տխուր էր, տխուր։ Հիմա ունենք հնարավորություն խոսել այդ թեմայով։ Բարի, ինչ տեղի ունեցավ, էլի շատ հետաքրքիր է։ Բարի, գիտեք, արդեն 25 տարի է անցել եւ երբևէ առիթ չեղավ, որ որևէ ձևով կարողանանք բարձրաձայնել, պատմել, որովհետեւ շատ թյուր կարծիք է մնացել, թե ինչի համար եւ ով արեց այդ ամեն ինչը, թե Հայաստանում եւ թե հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում, որովհետեւ դեպքը տեղի ունեցավ Լոս Անջելեսում։ Նախ ասեմ, որ թատրոնը Տիգրան Լևոնյանի ժամանակահատվածը գնահատվում է բոլոր արվեստի, բոլոր արվեստասերների, թե քննադատների բոլորի կողմից դա համարվում է օպերային թատրոնի վերածննդի ժամանակաշրջան, որովհետև Տիգրան Լևոնյանը երևի թե այն արվեստագետներից էր, որի գեղարվեստական ղեկավար լինելու ժամանակահատվածը թատրոնը նոր շնչով, երրորդ շնչառություն բացառեց։ Եվ գիտեք ինչ, լավ բանը անպայման պետքա ուրիշների կողմից քննադատվի եւ այլն, դա սովորություն նրա կատարած նրա արած ներկայացումները, սկսենք ցուրտումութ տարիներից եւ Հայաստանում որևէ թատրոն չէր աշխատում, իսկ օպերային թատրոնը մոմի լույսի տակ շեդևր ներկայացումներ էր բեմադրում, որոնք որ հետագայում դուրս եկան արտասահմանյան երկրներ հյուրախաղերի ժամանակ եւ բերեցին հրաշալի գրախոսականներ, պատիվ հայկական արվեստի եւ այլն։ Հիմա վերադառնանք 99 թվական։ Գիտեք, երբ որ 99 թվականի հունվար, այո, մինչեւ 99 թվականի հունվարը ամեն ինչ շատ գեղեցիկ, թատրոնը ապրում էր մի ընտանիքի պես։ Հոկտեմբերի 27-ից հետո։ Հոկտեմբեր չէ, մինչև հոկտեմբեր 27, 99-ի սկիզբը, հունվար ամիսը։ Սկիզբը, լավ, բարի, ես շփոթեցի։ Նախ Գրիգոր Պետրոսյան անունով, որը ապրում էր այստեղ Լոս Անջելեսում, եկավ Հայաստան եւ ասաց, որ մենք ուզում ենք, որ հյուրախաղեր կազմակերպենք Լոս Անջելես
Շրայն աուդիտորիումում, որտեղ որ պետք է անուշ ներկայացումը եւ այլն։ Դե գիտեք, մենք էլ դերասանների ամբողջ իրենց աշխատանքի իմաստը նրանում է, որ իրենք պետքա ներկայացված լինեն, աշխարհին ներկայացված լինեն, բոլորը շատ մեծ սպասումներով, որ հետո գիտեք այդ ժամանակ ամերիկյան հյուրախաղերը շատ ավելի դժվար էր, չնայած 10 տարի առաջ, դրանից 10 տարի առաջ օպերային թատրոնը նորից հանդես եկավ Լոս Անջելեսում 89 թվականի հուլիս ամիսներ։ Բոլորն էլ ոգևորված սպասում են հյուրախաղերին, թե երբ պետք է լինի, արդեն կազմակերպվում է հարցերը, ընդհանուր ասեմ, որ կազմակերպչական հյուրախաղերի կազմակերպչական ամբողջ աշխատանքը ինձ վրա անցավ։ Սկսած դերասանների, անկետաներից, ցուցակներից, դեսպանատներից եւ այլն, օքեյ, այդ ամեն ինչը ըստ պատշաճի կատարվում է։ Այդ ամեն ինչը պատշաճ կատարվեց եւ այլն եւ ես նորից եմ կրկնում, ես յուրաքանչյուրի հետ միասին դեսպանատուն, հարցազրույց, վիզաներ, ամեն ինչը շատ նորմալ, հետո բարձրում 171 մարդ, օրկեստր, բալետ, երգչախումբ, սոլիստներ, ծառայողական կազմ, մի խոսքով երկու ինքնաթիվ ժողովուրդ են։ Բայց մինչև այդ պատմությանը անցնելը ես ուզում եմ ուրիշ զուգահեռական բերել, թե ինչից ծագեց հյուրախաղերը, ըստ մեզ, ինչից ծագեց հյուրախաղերը։ Այդ ժամանակ մշակույթի նախարարն էր Ռոլանդ Շարոյանը։ Դաշնակցական։ Այո, ես որևէ բան չունեմ իր անձի նկատմամբ, բայց մարդ, որը որ արվեստից բավականին հեռու, չիմանալով թատրոնների, մանավանդ օպերային թատրոնի, մեզ վերաբերում էր կոնկրետ օպերային թատրոնը, չիմանալով որևէ նրբություններ եւ իրենք գտան, որ նախարարը եւ նախարարության իր աշխատակիցները հասկացան, որ օքեյ, շատ լավ տեղ է, կարող ենք ստեղից մենք եկամուտներ ունենալ։ Եվ մարդ ուղարկվեց թատրոն Տիգրան Լևոնյանի մոտ բացահայտորեն ամսական կաշառք ուզելու համար։ Ամսական $5,000 կաշառք էին ուզում, որպեսզի այդ գումարը թատրոնից մուծվի նախարարին, ոչ օրինական ձևով։ Իսկ Տիգրան Լևոնյանը շատ գեղեցիկ իր բնավորության գծերով դուրս հրավիրեց ասելով որ ես $5,000 ավելի լավ է կբաժանեմ, եթե ես $5,000 ավելորդ ունենամ, ուրեմն կբաժանեմ իմ աշխատողներին, դերասաններին, որովհետև ամիսներ շարունակ նախարարությունը ոչինչ չի հատկացրել, ոչ աշխատավարձեր իջացնում, մենք թատրոնում մենք ինքներս աշխատում էինք մեր տոմսերի գումարներով, ամեն ինչով եւ մեր աշխատավարձները բաժանում էինք։ Ես բացահայտ եմ ասում այդ ամեն ինչը, որովհետև ես եմ եղել այդ գործի գլխին կանգնած։ Ու իրենք ուզեցան, որ վրեժխնդիր լինել։ Իրենց վրեժխնդրությունը հենց ամերիկյան հյուրախաղերի կազմակերպումն էր։ Եվ Գրիգոր Պետրոսյանը իրենց կողմից կարգված մեկն էր, որը կարողացավ այս գործը գլուխ բերել։ Ոնց շատ հետաքրքիր, ինչ արեցին։ Ինչ արեցին, բերեցին ամերիկյան հյուրախաղեր հյուրախաղերը կազմակերպվեց, օքեյ, հյուրախաղերը կազմակերպվեց, Շրայն աուդիտորիումում եղավ շատ հրաշալի անուշի ներկայացում։ Հա, բայց կարծես թե խոսքեր գնում նաև, այսպես ասած, Լևի մարդիկ էլ տանելու։ Դե հիմա դրան կհասնեմ։ Հա, համեցեք։ Երբ արդեն ամեն ինչը կառուցված էր եւ դեռ հələ խումբը չէր եկած, Գրիգոր Պետրոսյանը մոտեցավ ասելով, որ նայեք, ես այս ծախսերի տակից չեմ կարող դուրս գալ, պետքա լինեն Լևի մարդիկ, Լևի ասելով, այսինքն ոչ օպերային թատրոնում աշխատող մարդիկ, որ գան ու չգնան, որոնց պետքա անցկացնել օպերային թատրոնի աշխատողների անվան տակ, կարճ ասած, փող աշխատելու համար պետք է այդ մարդիկ լինեն, որ ես կարողանամ իմ ծախսերը փակեմ։ Այդ ժամանակ
Տիգրան Լևոնիչն ասաց, որ շատ լավ Գրիգոր ջան, փակում ենք այս գործը, որևէ հյուրախաղեր չի լինելու, ես չեմ պատրաստվում իմ անունը խայտարակելու, խնդրեմ դուրս արի։ Ասաց լավ, ես ասացի ոչինչ, համաձայն չեք, ուրեմն չենք անի, բայց դուրս գալով թատրոնից ինքը գնում է օպերային, գնում է ներողություն նախարարություն եւ իր հաշիվները նախարարության հետ բարձում։ Եվ մենք մեր խումբը, օպերային թատրոնի խումբը ժամանելով Միացյալ Նահանգներ 2-3 օր հետո իմանում ենք, որ մեզանից առաջ արդեն 10-15 օր առաջ 50-ից ավել օպերայի դերասաններ են եկել։ Իբր օպերայի դերասաններ եկել են։ Հիմա բայց ամբողջ բանը նրանում է, որ մեղավորությունը մեր վրա է, քանի որ ցուցակները ես եմ ներկայացրել։ Այստեղ ամեն ինչը կատարվել է։ Այսինքն նախարարությունը ձեր անունից ներկայացրել է այդ 50 լրացուցիչ մարդուն, իրենց բիզնեսն արել են, բայց անունը ձերն է։ Այո, ես ցուցակներ ներկայացրել եմ դեսպանատուն, բայց դեսպանատունում հայտնվել են ցուցակներ, որոնք որ ներկայացված են եղել նախարարության անունից։ Եվ 230-200 եւ ավել մարդկանց անունները, որ իմ մոտ ցուցակներում գրված է 171-ի անունը։ Մի խոսքով գիտեք, բաները այնքան շատ է, որ չես իմանում, որտեղից կարողանաս բռնացնես, որ կարողանաս ժողովուրդը հասկանան, թե ինչ է տեղի ունեցել, որտեղ մինչև հիմա այդ թյուր կարծիքը կա, որ Տիգրան Լևոնյանը խումբը բերեց, այստեղ կործանեց ամեն ինչը, փողեր աշխատեց եւ գնաց Հայաստան։ Ասեմ ձեզ, այդ մի մասին համաձայն չեմ, Տիգրան Լևոնյանին եւ Գոհար Գասպարյանին իմացողները երբեք այդպես չեն մտածել։ Հասկանում եմ, բայց ինձ այստեղ բազում հայեր իմանալով մեր հյուրախաղերի մասին, որ իմանում էին օպերայան, իրանք քննադատում էին միայն Տիգրան Լևոնյանին։ Հա դե։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Եկաք այստեղ համերգ։ Եկանք այստեղ համերգի, հրաշալի համերգով եւ այլն, երկրորդ օրը մեզ ասացին, որ ամբողջ խումբը պետքա իբր, ոչ թե իբր, տանում են Լաս Վեգաս, Լաս Վեգաս պտույտի։ Ուրախությամբ գնացինք Լաս Վեգաս, սպասում էինք հաջորդ ներկայացմանը, որ պետքա համերգ լիներ։ Վերադառնալուց տեսնում ենք ամբողջ խումբը ապրում էր Դեզին հյուրանոցում Գլենդելի։ Վերադառնալուց տեսնում ենք, որ որևէ մեկի բանալին չի բացում եւ մեզ ասացին, որ դուք այստեղ որևէ սենյակ չունեք, որովհետեւ վճարված չի ձեր համար, ձեր ամբողջ ապրանքները մի սենյակում տեղավորված է, կարող եք վերցնել եւ այլ։ Պատկերացրեք խոչապը։ Խոչապը, որ ինչա տեղի ունենում Գրիգոր Պետրոսյանը չկա մեջտեղում, փախել է։ Եւ ինքը հսկայական գումարներ է ստացել Շրայն աուդիտորիումի տոմսերի գումարից։ 5000 եւ ավել հանդիսատեսի դու պատկերացրեք ամեն տոմսերը ինքը վաճառել է մինիմումը $100 վաճառած տոմսեր մոտ 5 միլիոնի չափ գումար դա 99 թվականին վերցրած եւ չկա այդ ընթացքում Երևանի օպերային թատրոնում կազմակերպվում է հրդեհ այսինքն հավաքում են պոինտներ, որ կարողանան թատրոնի տնօրինությանը ինչ որ բանում միշտ մեղադրեն։ Այո։ Մի խոսքով մենք էլի պատվով դուրս եկանք այստեղ, կարողացանք ոնց վերադարձանք, ասեմ, ոնց արեցինք։ Դու բնականաբար հենց այդ նոր օրը երեկոյան Դեզին հյուրանոցի դիմաց կարծես հայկական Հայաստանում կատարվող հանրահավաքներից լիներ այնքան հայություն էր հավաքվել, լիներ դերասանների, բարեկամներից, ծանոթներից, ընկերներից կամ լսած որևէ մարդկանցից գալիս էին եւ ասում էին գնանք մեր մոտ, բոլոր ժողովրդին ամբողջ տարան տներով, հա, Փառք Աստծո, ես շատ գոհ եմ մեր բոլոր հայրենակիցներից, որ կարողացան օգնել մեզ այդ նեղ պահին տարան իրենց տները հիմա դրան պետք է որպեսզի նույնիսկ մեր օթանավի տոմսերը
հետադարձի օթանավի տոմսերը խապկանքով էր եղած, այդ ամեն ինչը ցուցակներով, Այսինքն հետադարձ տոմսել չկա։ հետադարձի տոմս չկա, այդ ամեն ինչը ցուցակներով մեզ ներկայացված է, որ մենք ունենք տոմսերը, որովհետև կար օրենք, եթե դու չունես հետադարձի տոմս, տուրիստական եկող կամ դու մենք գալիս ենք տուրիստական վիզայի տակ, եկող մարդը եթե հետադարձի տոմս չունի, երկիր չեն թողում։ Դու անպայման պետք է ցույց տայիր քո հետադարձի տոմսը, թե ինչ մանյովրներ արեցին, որպեսզի հետադարձի տոմսերը ամբողջը չեղարկված էր։ Հիմա մենք մնացել ենք դրսում, ոչ հետադարձի տոմս ունենք, ոչ հյուրանոցային համարներ ունենք։ Շտաբ եւ այստեղի հոգեվոր առաջնորդ Վաչե Սրբազանի եւ դեսպանի մասնակցությամբ տեղի ունեցան տելետոն դրամահավաք տեղի ունեցավ պատկերացրեք 2-3 շաբաթվա ընթացքում հայությունը ամեն մեկը լինի $100, $10, $5 հավաքում էին դրամահավաք տեղի ունեցավ եւ մենք ամեն օր ինչքան որ դրամը հավաքվում էր, այդքան տոմս առնում ենք եւ դերասաններին հետ էինք ուղարկում Հայաստան, մինչեւ վերջինը մենք գնացինք արդեն։ Իսկ Հայաստանում արդեն ատամները սրած, հաշվեհարդար տեսնելու բանով արդեն սպասում էին, թե երբ պետքա գան, որ մենք տեսնենք, թե այս ինչ են արել։ Ընդ որում Իրենք չգիտեին։ Հա, էլի իբր չգիտեին իրանք ինչ են արել։ Եվ գիտեք դեպք տեղի ունեցավ մեր նույն այս վիճակի մեջ հայտնվել էր Մոսկվայի Բոլշոյ թատրը մեր այդ հունվար ամսվանից մի 8 ամիս 9 ամիս առաջ որ Նյու Յորքում հյուրախաղեր էր ունեցել եւ այնտեղ էլ խփել էին իմպրեսարիոն խփել էր Բոլշոյ թատրի ամբողջ կոլեկտիվը մնացել էր դրսում ուրեմն Ռուսաստանից նախագահը ուղարկել էր ինքնաթիռ ամբողջ ժողովրդին հետ էին բերել իսկ մեր մոտ չգիտեմ ինչի Քոչարյան Ռոբերտը Զրո ձայն Քոչարյան Ռոբերտը իր բաներով սպասում էր թե ինչ պետքա հաշվեհարդար տեսնի որ դուք էս ինչ եք արել եւ այլն որևէ ձևով պետական ոչ մի աջակցություն չեղավ ինչ որ արվեց մեր տեղաբնակ այստեղ Լոս Անջելեսի բնակ հայերի միջոցով միայն Եվ դրանից հետո արդեն որ տեսան որ մենք կարողացանք իրենք մտածում էին որ ամբողջ խումբը կմնաք այստեղ աղմուկը կլինի թե դուք դավաճան եք մնացել եք եւ այլն իրենք սպասում էին որ մենք մնալու ենք այստեղ բայց մինչեւ վերջի մարտը մենք վերադարձանք Հայաստան եւ տեսան որ ուրիշ աների չկա մնում է ուրիշ ձևով կարողանան քանդել թատրոնը այսինքն կոտրել եւ հեռացնել Տիգրան Լևոնյանին որովհետեւ ինքը կաշառք տվող չէր Եվ դրանից սկսվեց հետապնդումները, սկսվեց քրեական ինչ որ ճղճիմ գործեր հարուցվել Գործերը հաղթեցիք, թե չէ։ Ինչ եղավ։ Եթե հաղթած չլինեիք նստած պիտի լինեիք։ Գործերը իբր թե գործերը։ Նայեք, իբր թե գործերը չկար այդ ձևի գործ, բայց ես ձեզ ասեմ, որ այդ գործերով զբաղվող քննիչները իրենք վերջում ներողություն խնդրեցին եւ ասեցին թե ում կողմից է հրահրված իրենց հետապնդումները ասին մենք ներողություն ենք խնդրում մեզ 8 ամիս հարցակնել իսկ ասեցին ում կողմից է հրահրված իհարկե ասեցին մշակույթի նախարար Ռոլանդ Շարոյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներողություն եւ գիտեք ինչ տեղի ունեցավ Տիգրանը Լևոնյան ինքը ուրիշ մի մարդ էր, հասկանում եք, իր բնավորությամբ, իր տեսակով, նա չկարողացավ իր բուրըն զգացմունքային մարդ էր, շատ զգացմունքային էր, իր առողջականը չկարողացավ դիմադրել եւ իզուր չէ որ ասում են չարաբաստիկ հիվանդության սկզբնաղբյուրը դա ներվային ատոմներն են։ Այո։ Այնքան էր նեղացել ինքը եւ Տիկին Գոհարը Գասպարյան, այնքան էին իրենք նեղացած Հայաստանի Հանրապետության կառավարության վերաբերմունքից, որ ասեցին մենք այստեղ չպիտի մնանք։
մենք այստեղ չպիտի մնանք։ Եթե մեզ այստեղ անտեսում են եւ ես հանդիպում ունեցա Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի հետ, ասելով, որ եկել եմ զգուշացնեմ, որ Տիգրան Լևոնյան եւ Գոհար Գասպարյան զույգը նեղացած ուզում են լքեն Հայաստանը։ Պատասխանը գիտեք ինչ եղավ։ Ասեք, խնդրում եմ։ Երեք գնային այսօր 2 օր կլներ։ Խոսքով, չգիտեմ, ես ինչ որ ձևով բավարարվեցի, որ կարողացա այս մասին բարձրաձայնել։ Շնորհակալ եմ։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը $5,000 նախագահի մրցանակ էր շնորհել մի գրողի, ում Բանաստեղծյան մի երկու տողը բավի, թե ինչին էր տվել։ Տանից հելան 2 քաց, մեկը բոյով, մեկը կարճ գնաց։ Էս էր Ռոբերտ Քոչարյանը։ Իր համար ով էր Գոհար Գասպարյանը, եթե փող չէր տալիս։ Հա, չէ, իրենք չէին հասկանում։ Եվ այս նախարչու հոգեբանությամբ լավ նախարչին արժեք է այս արարածները մեր երկրում տիրություն ունենալ։ Հիմա եկեք ինձ ասեք, ինչու եկաք այստեղ վերջնական, ինչու տեղափոխվեցիք։ Գիտեք, ես մեծ ցավ եմ ապրում, ախր դուք գիտակեք։ Գիտեք, մեկ տարվա ընթացքում երբ որ ես լսեցի պատասխանը, որ 3 գնային այսօր 2 օր կլներ։ Ես լսել եմ նաև հայհոյել են։ Այո, եւ բարձր հայհոյանքներ տալով։ Գիտեք, երբ որ ես դուրս եկա փողոց, եւ ծառերն էին գորշերևում աչքիս, եւ քաղաքն էր գորշերևում աչքիս։ Երբ դուրս էին գալիս մենք հյուրախաղերի, 3 օր հետո ես անհամբեր սպասում էի, երբ պիտի վերադառնամ տուն, երբ պիտի վերադառնամ Երևան, երբ պիտի քայլեմ իմ փողոցներում։ Ես տեսա, որ խորթացել է ամեն ինչը։ Ուրիշ ամեն դեպքում ես չեկա հիմնական մնալու, որովհետև 1 տարի անընդհատ ես 1 տարվա ընթացքում երևի 20-30 տարով ծերացա։ Դու պատկերացրեք ամեն օր նույն հարցաքննությունը, ինչ որ բաներ, որոնց մասին ընդհանրապես գաղափարել չունես։ Ասի լավ գնամ գոնե գնամ մի քիչ այդ գաղջոթի հանգստացնեմ ներվերս։ Հիմա այստեղ եք ընտանիքով լավ եք։ Դե այստեղ եմ ընտանիքով, արդեն 25 տարի է այստեղ եմ ընտանիքով։ Ապրում ենք Փառք Աստծո, բայց աշխատում ենք ամեն ինչ անել նորից Հայաստանի համար։ Աշխատում ենք այսօր մի հարցազրույցի է, որ հարցրեց ինչ նպատակներ, ասում իմ ամբողջ նպատակը ամեն ինչ անել Հայաստանի համար։ Ի վերջո տեղափոխվել Հայաստան, կայանալ Հայաստանում, որտեղ մենք ծնվել ենք, մեր հողը, մեր ջուրը, ամեն ինչը Հայաստանն է։ Մենք պետք է կարողանանք մեր ամեն ինչը ներդնել Հայաստանի զարգացման համար։ Հայաստանը այլ երկրում չի կարող ապրել։ Իհարկե, չի կարող ապրել։ Հայությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ, կներեք, մեկ անգամ եւս ոնց որ թե հին ցավը նորակեցինք։ Ես անկեղծ հայհոյել չեմ սիրում, այսինքն սիրում եմ, բայց եթերի չի կարելի հայհոյել իմ բոլոր այ հայհոյախառն օրինակները բոլոր պատասխանատուներին, Քոչարյան Ռոբերտից սկսած։ Դուք ես ինչ մարդ եք եղել։ Ինչևէ, առողջ կացեք, շնորհակալություն։ Նմանապես։ Այսպես կհանդիպենք։